Բարև պատմության շրջադարձերը միշտ չէ որ տեղի ունենում պատերազմներով կամ ռազմական գործողություններով։ Երբեմն կամ հաճախ դրանք տեղի ունենում դիվանագիտական այցելություններով, կարևոր հայտարարություններով եւ տնտեսական նախաձեռնություններով։ Այս շաբաթը Հայաստանի համար կարծես թե հենց այդպիսին էր։ Հայաստան ժամանեց Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նա կարևոր հայտարարություններ արեց, մասնավորապես ասաց, որ Հայաստանը կարող է հույսը դնել իրենց վրա, այնուհետև ել ավելի առարկայական հայտարարություններ արեց Հայաստանին տնտեսական, առևտրային, մաքսային արտոնություններ եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Այս ամենը իհարկե հրաշալի է, բայց պետք է նկատել, որ այս ամենը չի կարող չունենալ քաղաքական ենթատեքստ մի կողմից եւ քաղաքական հետևանքներ մյուս կողմից։ Այս համատեքստում բնավ էլ զարմանալի չէ, որ Ռուսաստանից շարունակում են հնչել կոշտ հայտարարություններ եւ շարունակվում են տնտեսական նույնքան կոշտ սահմանափակումները։ Սրան զուգահեռ Հայաստանում ընտրություններից հետո ստեղծվել է ներքաղաքական նոր իրավիճակ, ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, Պարսեր դատարանը այսօր վաղը պետք է հրապարակի իր որոշումը, իսկ ընդդիմությունը հավանաբար պետք է վերանայի իր ռազմավարությունը եւ մարտավարությունը առաջիկա ժամանակահատվածի համար։ Չպետք է մոռանալ նաև հայ-ադրբեջանական գործընթացը, Բաքվից լավատեսական հայտարարություններ են հնչում, Ալիևը հայտարարում է, որ խաղաղությունը հաստատված է, բայց այստեղ էլ կան հիմնարար հարցեր, որոնք էական ազդեցություն են ունենալու խաղաղության հաստատման եւ հարատեվության վրա։ Այս հարցերն են քննարկելու, բայց ոչ թե առանձին եւ անջատ, այլև մեկ ընդհանուր պատկերի մեջ փորձելու ենք հասկանալ, թե որտեղ է Հայաստանը, ինչ ուղղությամբ է շարժվում եւ ինչ հնարավորություններ ու ռիսկեր կան եւ ինչպիսի ռազմավարական որոշումներ են մեզ անհրաժեշտ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանն է։ Բարև ձեզ, Դավիթ Ստեփանյան։ Սկսենք կարևոր այս շաբաթվա կարևոր իրադարձությունից Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այց, ուղերձներ եւ արդյունքներ։ Հակիրճ կամ ոչ այնքան հակիրճ, ինչպես է գնահատում այս այցը, որն է հիմնական արդյունքը։ Կարծում եմ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է։ Մենք կարող ենք խոսել արդյունքների ժամանակ, այն ժամանակ, երբ այդ պայմանավորվածությունները սկսեն իմպլեմենտացվել։ Այսօր մենք լսում ենք խոստումներ, հերթական խոստումները գումարների մասին, տրամադրման մասին, 50 միլիոն, 18 միլիոն եվրո։ Իդեպ պարզ չէ 18-ը դա այդ 50-ի մի բաղադրիչն է, թե դա առանձին 18 է, դա էլ է շատ կարևոր նշել, որտեղ մենք ունենք փորձ, երբ թվեր են հնչեցվել եւ վերջում պարզվել է, որ այդ նույն թվի շարունակությունն է, հա։ Շատ կարևոր է այն հայտարարությունը, որը Եվրոհանձնաժողովի նախագահը արել է, որ իրենք փաստացի բացում են մեր առջև իրեն շուկան, 450 միլիոնանոց շուկան, եւ այստեղ շատ լուրջ մաքսային, այսպես ասեմ, արտոնություններ են լինելու։ Դա շատ կարևոր է մեզ համար, ես հուսով եմ, որ մեր տնտեսվարողները կկարողանան օգտվել այդ հնարավորությունից, արտադրելով եւ արտահանելով որակյալ ապրանք, որը այդ շուկայում կվաճառվի եւ կիրացվի։ Հակառակ դեպքում մենք կանգնելու ենք նույն խնդիրների առջև, որի առջև կանգնել ենք այսօր։ Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում իհարկե, բայց ես նորից եմ ասում, հնչել են խոստումներ այս պահին, եւ այստեղ կա երկուստեք կախվածություն, որքանով այդ խոստումները կիրականացվեն եւ որքանով մենք պատրաստ ենք այդ խոստումների հետևից գնալ եւ հասնել դրան, որ նրանք դառնան իրականություն։ Ամեն դեպքում ինչ որ բան փոխվեց մինչև այցը եւ այս խոստումները եւ այցից եւ խոստումներից հետո նույն իրավիճակը չի։ Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, որովհետեւ ես չգիտեմ պարոն Նիկոլ Փաշինյանը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ինչի մասին են բանակցել փակ ֆորմատով։ Դե այնքանով, որքանով դա բացվեց, այդ մասով եմ հարցնում։ Որքանով բացվել է, ես շատ լուրջ փոփոխություններ չեմ տեսնում։ Այդ աջակցության մասին խոսվել է միջև այդ, ես տեսնում եմ Եվրոպական միության հանձնարարությունը օգնել, օժանդակել Հայաստանին այս վիճակից դուրս գալու ճանապարհին։ Հայաստանի Հանրապետությունը կարող է հույսը դնել մեզ վրա։ Սա ինչ է նշանակում։ Սա պարզապես խոստում է, պարզապես քաղաքական հայտարարություն է, քաղաքական տեքստ է, թե ռազմավարական ընտրություն է, կամ հանձնառություն է, կամ պատասխանատվություն է Եվրամիության կողմից Հայաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ այդ ամենը պետք է դիտարկել մեկ կոմպլեքսում։ Դա կոմպլեքս է,
Եվ այստեղ ամենակարևորը դա Եվրոպական միության հանձնարարությունները չեն, դա ամենակարևորը այն է, թե մենք որքանով պատրաստ ենք այդ ամենից օգտվել, որտեղ մենք ժամանակին շատ արագ տեմպերով գնում էինք դեպի ասոցիացիան համաձայնագիր Եվրամիության հետ եւ վերջում հայտնվեցինք մաքսային միությունում, Այս անգամ վարչապետը կարծեմ ճեպազրույցի ժամանակ էր բացառեց այդ հերթը։ Ես շատ ուրախ կլինեմ, որ վարչապետի ասածը իրականություն լինի, ես դրանում այնքան էլ վստահ չեմ, այսինքն 100%-ից վստահություն չունեմ, բայց հուսով եմ, որ այդպես էլ կլինի։ Դրա համար, գիտեք, ես կարծում եմ ամենակարևորը, որ մենք ոչ մեկի վրա հույս չդնենք։ Մենք արդեն մեր հույսերը դրել ենք ժամանակին մեծ եղբոր վրա, Ռուսաստանի վրա եւ տեսանք այդ ամենը ինչով ավարտվեց։ Պետք չի ոչ մեկի վրա հույս դնել, պետք է դիվերսիֆիկացնել առևտուրը։ Այնպես ինչպես մենք դիվերսիֆիկացնում ենք ռազմաքաղաքական հարաբերությունները։ Սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա մեզ վաղը չբախվել այնպիսի խնդիրների, որոնք մենք բախվում ենք այսօր։ Ես դες վստահեցնում եմ, որ եթե մենք գոնե 30-40% մեր արտադրանքի գյուղատնտեսական այդ ապրանքների, որոնք շուտ են փչանում, չգնար ոչ թե Ռուսաստան, միջև է սանկցիաները, այլ ուղղություններով, այսինքն 30-40% դիվերսիֆիկացիա եթե մենք ունենք, 50-60-ը գնար Ռուսաստան։ Իրենք դա երբեք չէին անի։ Ես դες վստահեցնում եմ, երբեք չէին անի։ Հասկանալի է, դուք որ ասում եք, պետք չէ որևէ մեկի հույսը, որի մեկի վրա տնել հույսը, մենք մեր մեծ եղբոր վրա դրել էինք եւ տեսանք թե ինչ եղավ։ Վերջնարդյունքում իհարկե համաձայն եմ ձեզ հետ, բայց այս անցումային ժամանակաշրջանում, երբ որ մեկի վրա հույսը տնելուց հետո պետք է դիվերսիֆիկացնել, մեկի վրա պետք է հույսը տնել, չէ՞ որ օգնեն դիվերսիֆիկացնելու։ Ոչ, որևէ պարագայում ոչ։ Դու մեկի վրա հույս ես դնում, վաղ այդ մեկը քեզ թելադրելու է։ Կարևոր չէ այդ մեկը կլինի եվրոպացի, ամերիկացի կամ ռուս։ Կարող է ավելի փափուկ ձևով դա անի, բայց քեզ թելադրելու են, քաղաքականություն են քեզ թելադրելու։ Մենք իրավունք չունենք ինչ-որ մեկի վրա հույս դնենք, նույնիսկ անցումային ժամանակաշրջանում։ Այդ դեպքում այս անցումային ժամանակաշրջանում ինչպես եք պատկերացնում։ Մենք ունեինք գործընկեր, շուկա, որտեղ այլ չափանիշներ էին, չասեմ չափանիշներ չկա, այլ չափանիշներ էին, այլ մոտեցումներ էին եւ այլն, եւ հիմա ստիպված ես հարկադրված ես դիվերսիֆիկացնել։ Դա որոշակի ժամանակահատված կպահանջի, այսինքն այդ չափանիշներին համապատասխանելը որոշակի ժամանակահատված կպահանջի, չէ՞։ Այդ ժամանակահատվածում պիտի կանգնի տնտեսությունը, գյուղատնտեսությունը, արտահանումը, առևտուրը։ Բան Կիրակոսյան, եկեք պատկերացնենք, մի փոքր, ինչի մասին ենք մենք խոսում։ Մեր ամբողջ արտահանումը Ռուսաստան, որը այս պահին կասեցված է, այդ ապրանքների մասին եմ ես խոսում, չի կազմում մեր ամբողջ հնայի 1%-ը։ 0.9%, 260 միլիոն դոլար, տարեկան կտրվածքով։ Դուք հիմա այնպես եք ներկայացնում իրավիճակը, որ այդ Ռուսաստանը, որ այդ ապրանքները չի գնում, մեր մոտ կոլապս է լինելու։ Ես ասում եմ այն սանկցիաները, այն պատժամիջոցները, որը կան այս պահին։ Եթե այս ամենը շարունակվի, մենք ոչ միտեղ այդ ապրանքը չտանենք, ներքին շուկայում չռեալիզացնենք, այդ ապրանքը մնա եւ փտի, մեր կորուստը կազմելու է 260 միլիոն դոլար տարեկան կտրվածքով։ Դա փոքր թիվ է։ 0.9%-ը հնայի։ Դուք ասում եք տնտեսության վիճակը ինչ է լինելու, ոնց են կանելու, ինչ են կանելու, կոլապսը, ասում չի լինելու։ Լինելու են իհարկե, լինելու են կորուստներ։ Այդ ընկալումները, որ մեր տնտեսությունը ամբողջությամբ կախվածության մեջ է Ռուսաստանից եւ եթե չլինի կոլապս կլինի։ Մենք խոսում ենք այն մասին, ինչը կա այս պահին։ Ռուսական պատժամիջոցները, որ ապրանքներին են եկել հատ-հատ, ծաղիկներ, չգիտեմ, ելակ, ծիրան, ջերմուկ, կոնյակ, մի քանի տեսակի կոնյակ, այդ ամենը այդքան է կազմում, 0.9% հնայի։ Սա կատաստրոֆա չի։ Սա լուրջ խնդիր է, օրինակ ջերմացուտնային տնտեսություն ունեցողի համար, որ լոլիկը փչանալու է, լուրջ խնդիր է։ Ես չեմ ասում խնդիր չի, իրեն պետք է օգնել։ Ես կարծում եմ այդ գումարները առաջին հերթին պետք է ուղղվեն դրա վրա, որ այդ մարդիկ կարողանան շարունակել իրենց գործունեությունը, չփակվեն եւ մյուս տարի այդ նույն լոլիկը արդեն արտահանեն Էմիրատներ կամ չգիտեմ որտեղ։ Բայց սա կատաստրոֆա չի, սա այնպիսի բան չի, որ հիմա մեր տնտեսությունը կանգնելու է այդ ամենի պատճառով։ Եկեք այդ պրոպագանդիստական փչած փուչիկը մենք էլ չփչենք մեր հերթին։ Խոսքը սրա մասին է։ Ես չեմ կարծում, որ այս ամենի հետևանքով մենք պետք է հիմա գնանք հույսներս, ինչպես ասում եմ, Տիկին ֆոն դեր Լայենը դնենք իրենց վրա։ Եվ մի բան էլ ասեմ ձեզ, Հայաստանը շատ փոքր երկիր է։ Մեր արտադրական կարողությունները շատ փոքր են։ Մեր ապրանքները այդ 450 միլիոնանոց շուկայում չեն էլ երևալու։
Դե հասկանալի Չեն երևալու։ Մենք եթե արտադրենք ինչ ունենք, ամբողջը ուղարկենք դե չի երևա։ Ասենք մեկ սուպերմարկետի ցանցը չենք էլ կարողանա փակել։ Բայց բացի Եվրամիությունից ես այդ մասին եմ խոսում։ Կա նաև արաբական երկրներ, չէ։ Հիմա ես տեսնում եմ մարդիկ ասում են տեղեկատվություն կա, որ օրինակ մեր ամբողջ ելակը, որը Ռուսաստանը չի գնել, ուղարկվել է Սաուդյան Արաբիա եւ արաբական մեմիրություններ։ Մենք մեր ելակ արտադրողները երբևիցե մտածել են, որ մեր ելակը կարող են ուղարկել Էրրիադ եւ այնտեղ վաճառել։ Այս անգամ ուղարկել են եւ վաճառել են։ Լավ օրինակ գիտենք, բոլորս գիտենք, հա, հայտնի ընկերությունը Ծնեբեկը։ Սինգապուրում են վաճառում։ Փորձում են Ծիրանը այնտեղ վաճառել, փորձում են, հուսամ եւ կստացվի։ Մենք կարող ենք որ ժամանակ հասնել օրինակ մյուս տարի այնպեսի իրավիճակի, որ մենք Ծիրանից քիչ ուզենանք էլ Մոսկվա ուղարկենք, Ռուսաստան չուզենանք ուղարկենք։ Ոնց որ պետք չի չափազանցնել այդ ամենը, հետեւաբար պետք չի ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել, փնտրել փրկիչների եւ նորից եմ ասում, հույսը դնել ցանկացած աշխարհակահաղական խաղացող վրա, ով ուզում է լինի։ Դա ծայրահեղություն է, անթույլատրելի ճոխություն եւ դա միշտ վատ է ավարտվում հույսը դնողի համար։ Հասկանալի է, համարում եք, որ Ռուսաստանից մեր տնտեսական կախվածությունը իհարկե կա, բայց պետք չէ չափազանցնել։ Իսկ արդյոք չափազանցված են նաև այն գնահատականները եւ դիտարկումները, որ այս ընթացքում Եվրամիությունը իր դռները բացել է Հայաստանի համար ավելի քան սպասելի էր։ Ես նորից եմ ասում, կարևոր չէ դռները բացեն թե ոչ, կարևորը այն է մենք կարող ենք այդ դռներով ներս մտնել թե ոչ։ Խնդիրը մեր մեջ է, ոչ թե մյուսների, հա, ոչ թե շուկաների։ Եթե մենք արտադրում ենք անորակ ապրանք, որը ԵԱՏՄ-ի չափանիշներով էլ է անորակ, ուղղակի այնտեղ աչք են փակում, որովհետև թքած ունեն սեփական սպառողի վրա եւ կաշառքով է շատ դեպքում այդտեղ։ Մենք գիտենք, չէ՞, ինչպես է դա աշխատում։ Մենք չենք կարող դա վաճառել Լյուքսեմբուրգում կամ նույնիսկ Սլովակիայում կամ Հունգարիայում։ Դա ապրանքը պետք է որակյալ լինի, միջև ինքը որակյալ չունի, ինչքան ուզում են դռները բացեն։ Այդ ապրանքը կգնան դե կոչնչացնեն, կթափեն, մի հատ էլ բերողի վրա դուժեր կդնեն։ Սա տնտեսական օրենքներ են, ես չեմ հնարել։ Եվ դա նորմալ է։ Այսօր մենք պետք է այդ արտադրանքը սկզբից նորմալ արտադրենք, նոր ուղարկենք Եվրամիություն։ Դռները բաց է։ Այստեղ անդադ դուք ասում եք խնդիրը մեր մեջ է, հետաքրքիր է մեր արտադրողները հակված են այդ որակը չափանիշներն ապահովելուն, թե Ռուսաստանը լավ էր էլի ինչ որ ունեինք արտահանում էին։ Գիտեք, ես չեմ ուզում ասել, որ մեր բոլոր ապրանքները անորակ են։ Ես մոտ 1 տարի առաջ, հիմա չեմ ուզում դա գովազ լինի, չեմ ասել, որ կոնյակի գործարաններից մեկն եմ գնացել մարզերում։ Տանոթացել եմ արտադրանքի հետ, տեսել եմ, որ շատ որակյալ կոնյակ է։ Մեր շուկայում չկա, ընդհանրապես մեր խանութներում այդ կոնյակ։ Ասում եմ, որտեղ ես ուղարկում, ասում եմ Ռուսաստան։ Ասում եմ, քանի տոկոս, ասում եմ 90։ Ասում եմ, ինչի 90։ Ու լավ ապրանք է, չէ՞, որակյալ։ Ասում եմ, դե տենց հեշտ է, Ռուսաստանում սա ծախվում է։ Հա, այդ հեշտության։ Այս սա պետք է մեր մեջ փոխվի, որովհետև կոնյակը, կարծրատիպերը, այդ բանը կոտրելու։ Այդ կոնյակը շատ որակյալ կոնյակ է, ես վստահ եմ, որ այդ կոնյակը կարելի է օրինակ Չինաստանում վաճառել, մուսուլմանական երկրներում կարելի է վաճառել, գիտեք։ Խանութներ կա, չէ՞, այնտեղ։ Գիտեք ինչ արևտուր են անում այդ խանութները։ Ճիշտ է, տեղացիներին չեն վաճառում, օրինակ նույն Էմիրատներում, բայց հազարավոր շշեր են վաճառում այնտեղ։ Եվ հայկական արտադրանքը այնտեղ չկա։ Ամբողջ աշխարհի արտադրանքը կա, իսկ հայկականը չկա։ Իսկ որ Եվրամիությունը հայտարարում է, առնվազն խոստանում է, ինչպես դուք եք ասում, տնտեսական աջակցություն, ֆինանսական աջակցություն, առևտրային մաքսային արտոնություններ եւ այլն, սրանք միայն տնտեսական հարթության մեջ է, թե նաեւ Եվրամիությունը ներդրում է անում Հայաստանի աշխարհակահաղական ապագայի վրա։ Դե հենց ամեն ինչ է, ինչ որ այս ամենի տակ ընկած է, դա աշխարհակահաղական կներեք աշխարհատնտեսական բաղադրիչն է, մենք պետք է հասկանանք ինչի համար է այդ ամենը արվում, ինչի համար է Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել Բաքու, իսկ հետո եկել Երևան, հենց այնպես ոչ չի եկել, լավ, մեզ եկել է ինչ-որ ձևով օժանդակություն հայտնելու, բարոյական տվյալ դեպքում խոստումների տեսքով, լավ, Բաքու ինչի է եկել, մարդը ասում է, չէ, կա գլոբալ դարպասներ նախագիծը, որը փորձում է Եվրամիությունը առաջ տանել։ Ինչ է նշանակում այդ նախագիծը։ Այդ նախագիծը նշանակում է մոտավորապես չինական մեծ մետաքսե ճանապարհի այլընտրանք։ Աշխարհում գնում է շատ լուրջ մրցակցություն, աշխարհակահաղական մրցակցություն, որի հիմքում ընկած է աշխարհատնտեսությունը։ Եվ տվյալ դեպքում հաղորդակցությունների համար, հաղորդողների համար գնում է պայքար։ Վաղուց է դա գնում, ամեն մի խոշոր տերություն ունի իր նախագիծը։ ԱՄՆ-ն ունի իրենը, Եվրամիությունը ունի իրենը, Չինաստանը ունի իրենը։ Եվ մենք այս ամենում
այն երկրներն են, որոնց տարածքով պետք է տրանզիտը անցնի, ենթադրյալ։ Իսկ Հայաստանը այս ընթացքում ինչ է անում, ինքը փոխում է իր ուղղությունը, թե ընդլայնում է հնարավորությունները։ Ես այս պահին դեռ չեմ տեսնում լուրջ ցուցիչներ, որ մենք փոխում ենք մեր կոնկրետ ուղղությունը, ինչպես դուք ասում եք, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության լուրջ ցուցիչներ ես չեմ տեսնում այս պահին։ Ես չգիտեմ, միգուցե այդպիսի պլաններ կան, ես ծանոթ չեմ այդ պլաններին։ Եթե այդպիսի պլաններ լինեին, Հայաստանի վարչապետը չէր հայտարարի անընդհատ նախորդին էլ հայտարարեց, որ երբեք չպետք է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները, բառացի չեմ մեջ բերում հարաբերությունները սրելուն։ Մենք կարող ենք փորձել մեր աշխարհակահաղական զարգացման վեկտորը փոխել, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձել չսրել։ Եվ որքանով ես տեսնում եմ, մենք դա փորձում ենք անել, այլ հարցը որ Ռուսաստանն է փորձում այդ հարաբերությունները սրել, շանտաժի միջոցով փորձելով ստիպել մեզ, հա, այդ փոփոխությունների չգնալ։ Այն դեպքում, երբ փոփոխությունները այնքան նրանց անհրաժեշտությունը այնքան ակնհայտ է, մենք տեսեք, եթե նույնիսկ այս պահին, հա, այսպեսի բան ասեմ ձեզ, պարոն Կիրակոսյան, ենթադրենք, որ Ռուսաստանի մոտ մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք եւ չենք ուզում Եվրամիության գնանք։ Չենք ուզում, չկա դեռ բան։ Ցանկացած դեպքում ռուսական շուկան ինքը խնդրահարույց շուկա է։ Ինչ տեղի ունեցավ զենքի մատակարարումների հետ։ Ռուսաստանը ինչի հրաժարվեց մատակարարել, որովհետեւ չէր կարողանում, այսինքն պատերազմը Ուկրաինայում ամբողջությունը փոխեց։ Մենք ստիպված գնացինք զենքի գնումների դիվերսիֆիկացման ճանապարհով։ 90%-ը գնում ենք Ռուսաստանից, հիմա 99%-ը գնում ենք ոչ Ռուսաստանից, հա, պայմանականորեն։ Հիմա նույնը տնտեսությունն է։ Իսկ ով ասեց, որ վաղը ռուսական ռուբլին նորից չի արժեզրկվի։ Ռուսական ռուբլին 14 թվականից սկսած 3 անգամ արժեզրկվել է։ 3 անգամ, ուղիղ։ Ով ասեց, որ եւս 3 անգամ չի արժեզրկվի։ Իսկ մեկը մտածել է, այդ որ ինքը 3 անգամ էլ արժեզրկվեց։ Ոնց ենք մենք այդ լոլիկ մոլիկը վաճառելու ընդ։ Ոնց ենք այդ գումարները հետ բերելու։ Այսինքն դառնալու անիմաստ։ Բայց մենք ինչ ենք անելու։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի տնտեսության արտահանման դիվերսիֆիկացումը վաղուց դարձել է հրամայական, որովհետև Ռուսաստանը սա ոչ լավ է, ոչ վատ է, սա իրողություն է, անկանխատեսելի երկիր է։ Եվ որևէ մեկը չգիտի ընդ վաղը դեֆոլտ կլինի, տնտեսությունը կփլուզվի, այդ Նաբիուլյանն ինչքան ժամանակ կկարողանա կենտրոնական բանկի քաղաքականության միջոցով, սահմանափակումների միջոցով, արհեստական դոլարի ներհոսքերի միջոցով ռուբլին կայուն պահի։ Ոչ մեկ դա չգիտի։ Ռուբլին դա խնդրի մի մասն է։ Ես հիմա խոսում եմ արտահանման մասին, այլ խնդիրներ կան, չէ։ Վաղ այդ լոլիկը կարող է ոչ մեկ չգնի Ռուսաստանում։ Պայմանական լոլիկը։ Այսինքն մենք, եթե ես լինեի տնտեսվարող, ես արտադրեի լոլիկ կամ ջերմուկ, ես ամեն ինչ կանեի, որ Ռուսաստան չուղարկեմ։ Նույնիսկ եթե իրենք ասեն բեր, շատ ենք ուզում։ Որտեղ վաղը դա կարող է փակվի օբյեկտիվ պատճառներով։ Իսկ Ռուսաստանն այս միջոցին ինչ է անում։ Այդ կոշտ հայտարարությունները շարունակվում են, ասում են Եվրամիության այդ, չգիտեմ, թակարդի մեջ պանիրը անվճար չի կարող լինել, այս կարգի հայտարարություններ են անում, եւ տնտեսական սահմանափակումները շարունակում են, սա դժգոհություն է, պարզապես այս ընտրություններից, արդյունքներից, թե ճիկ ու ջանք են գործադրում Հայաստանում եւ ընդհանրապես ոչ միայն Հայաստանում, այլև առողջ հարավային Կովկասում իրենց ազդեցությունը այս կամ այն չափով պահելու համար։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց է Free News-ի եթերում, ես զրուցում եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մենք հասանք Հայաստանի Եվրամիություն հարաբերություններից տեղափոխվեցինք արդեն հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանն ինչ է անում այս կոշտ հայտարարություններով, տնտեսական սահմանափակումներով, դժգոհ է ինչ-որ բանից, թե մտահոգում է, խիստ մտահոգված է Հայաստանում եւ հարավային Կովկասում իր ազդեցության պահպանման հարցով։ Պարոն Կիրակոսյան, ես առաջարկում եմ մենք իրերը անվանենք իրենց անուններով։ Ինչ է ուզում անել Եվրոպական միությունը։ Ինչ է ուզում անել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նրանք ուզում են Ռուսաստանի ոտքը հարավային Կովկասից կտրել։ Ոչ թե Հայաստանից, այլ հարավային Կովկասից։ Հայաստանը ինքը իրենը ոչ մեկին հետաքրքիր չէ, միայն Հայաստանը։ Նույն ձևով ինչպես Ադրբեջանը ոչ մեկին հետաքրքիր չէ, ամբողջ հարավային Կովկասն է դիտարկվում։ Ռուսաստանում այդ ամենը տեսնում են։ Եվ այդ ամբողջ գործողությունները, այդ դժգոհությունը, խանդի տեսարանները, պամիդորը, չգիտեմ, ջերմուկը եւ այլն, դա ռուսական քաղաքական մտքի
պատասխանն է։ Ես հասկանում եմ, որ այդ պատասխանը շատ խղճուկ է։ Այո, դա ունեցել է նախընտրական, ընտրական տրամաբանություն, բայց սա միայն մի մասն է խնդրի, кейսի մի մասն է։ Կա նաև մեր ավելի կարևոր մասը, այդ ինչ որ իրենք հասկանում են, որ իրենց ոտքը ուզում են այստեղից կտրեն։ Ինչի համար են ուզում կտրեն։ Որպեսզի այս տարածաշրջանը սկսի աշխատել որպես կապի հանգույց աշխարհի տարբեր մասերի միջև։ Այն ինչը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի միջոցով տասնյակ տարիներ Ռուսաստանը կարողացել է խոչընդոտել։ Պետք է հասկանանք պատճառահետևանքային կապը, որ ամեն ինչ պարզ դառնա, իսկ իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Հիմա Ռուսաստանը այդ ամենը տեսնում է, ինքը կրակել է իր ոտքին, ես դա վաղուց եմ ասել, փակելով Լեռնային Ղարաբաղի հարցը, ոչ թե էջը չեն ուզում իրենք փակեն։ Իրենք հարցը ուզում են փակեն, բայց էջը մնա։ Այսինքն իրենք ուզում են Արցախը դարձնել Արևմտյան Հայաստան։ Ղարս, Բիթլիս, Մուշ, Արդահան, Վան, հա, Արարատսար, ինքը չկա, բայց կա։ Ինքն իրանք ծախել են այդ հարցը, ծախել են Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջան, թուրքերին են ծախել բոլորին։ Ու հիմա ուզում են այդ նույն բանը խաղացնեն, հա, ցեղասպանության փաստը շահարկելով, այդ պատմական հիշողությունը շահարկելով, կոնֆլիկտը պահել։ Դրանք մտածում են, որ այդքան ապուշ ենք, մենք դա չենք հասկանա։ Հիմա այս մարդիկ եկել են, այդ եվրոպացիք, ամերիկացիք եկել են օգոստոսի 8-ին 25 թվականի եվրոպացիք հիմա են եկել, ասում են ժողովուրդ, փակա կոնֆլիկտը, փակա չէ, Ալիև փակա, ասում է փակա, Ալիևն չի ասում որ փակա, դուք էլ ասացիք չէ, Ալիևն ասում է փակա, ասում է պարոն Փաշինյան, փակո, իհարկե փակա, մենք խաղաղություն ենք, ասում դե օգտագործենք, բացեք տարածաշրջանը, չէ փակ տարածաշրջանը, ըստ արդեն սկսվում է առևտուր Ադրբեջանի ու Եվրամիության միջև, Հայաստանի ու Եվրամիության միջև, մենք չպետք է լինենք ղեկավարվենք պատրանքներով, հա, իլյուզիաներով պետք չի ղեկավարվել։ Գնում է քաղաքական գործընթաց։ Ես ինչ եմ ասում, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայանի հետ ինչ է խոսել։ Բացի այս բոլոր հայտարարությունից, մենք տեսնում ենք, հա, տեսնում ենք ֆասադն ենք տեսնում, հա, արտաքին, բայց աստառը չենք տեսնում։ Այս գործընթացն է գնում։ Եվ այս գործընթացի թիվ 1 թիրախը Ռուսաստանին այստեղից հեռացնելն է։ Իրենք դա են ուզում, որովհետև դա իրենց պետք է։ Հիմա մեզ էլ է, չէ՞, պետք դա։ Եվ մենք կարող ենք այդ ծառայությունը իրենց մատուցել։ Ոչ թե մատուցել իրենց, ինչպես մատուցել ենք Ռուսաստանին, շահ չունեն, այլ մենք էլ այդ շահը ունենք։ Եվ կարող ենք այդ ծառայությունը մատուցել եւ ստանալ դրանից մեր օգուտները, մեր ազգային շահը պաշտպանել։ Հիմա այս նպատակն է դրված, ամենայն դեպս ես այդպես եմ տեսնում տրամաբանությունը։ Շատ լավ, այսինքն ժամանակակից աշխարհում մրցակցությունը տարբեր տարածաշրջաններում կոմունիկացիաների հաղորդակցության ուղիների մասին է, իմը Հայաստանում եւ Հարավային Կովկասում այդ հաղորդուղիների ապաշրջափակման հարցն է եւ հաղորդուղիների նկատմամբ ազդեցությունների։ Հա, Միացյալ Նահանգները TRIP նախագիծ, Եվրամիությունը գլոբալ տարբացներ նախագիծ Ռուսաստանը այստեղ ինչ ունի այդ հարթության մեջ եւ ինչքանով կարող է խանգարել կամ մասնակցել։ Վերջի հայտարարությունները եթե հիշենք, ասենք Ռուսաստանը հայտարարում է TRIP-ը երբեք չի կարող արդյունավետ գործել, եթե Ռուսաստանին չեք հարցնում կամ Ռուսաստանի շահերը չեն հաշվի առնվում։ Դե իրենք ուղիղ ասում են երկաթուղի ունենք այստեղ, կոնցեսիա ունենք։ Ես հաջորդիվ երկաթուղուն էի գալու եւ երկաթուղու հարցում Հայաստանի հետ տարաձայնությունները, որ Հայաստանն ասում է մեր երկաթուղին է պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության շահերին։ Երկաթուղու հարցում չի տարաձայնություն, ինքը կոմպլեքս է։ Երկաթուղի ունի, կոնցեսիա ունի, երկաթուղի չունի, կոնցեսիոն պայմանագիր ունի եւ հարավում ունի ռազմական ներկայություն դեռ։ Չէ՞ այդ մարտիկը դա ինչ են անում միջև այսօր, բայց միջև այսօր տեղ են։ Ու ինքը դա է ասում, ասում է մենք տեղ ենք։ Դու ո՞նց ես երկաթուղի կառուցում, եթե մենք տեղ ենք։ Այսինքն սա ո՞նց հասկանանք, ես չգիտեմ։ Երևի գալու են չեն թողել որ կառուցենք, հա։ Ինքը փորձում է օգտագործել այն լծակները, որը ունի։ Հետևաբար ռուսները չպետք է Սյունիքի հարավում լինեն, ընդհանրապես չպետք է լինեն, ես պետք է այդտեղից հանել, եւ որքան շուտ այնքան լավ։ Ինչ թվում է այդ գործողությունները երևի արվելու են։ Հակառակ դեպքում TRIP-ը չի իրականանա։ Երկաթուղի կոնցեսիոն պետք է դադարեցնենք։ Պետք է խզենք այդ պայմանագիրը, որովհետև եթե դու ուզում ես վարչապետը ասած, չէ, վարչապետը շատ կարևոր բան ասաց ֆոն դեր Լայանի բանակցություն, բաց, հա, համատեքստում։ Ինքը ասաց, որ TRIP-ը փաստացի ասեմ, հա, ես հիմա չեմ ցիտելու։ TRIP-ը հայ-ամերիկյան գործարք է։
Եվրամիության մասնակցությունը այդտեղ է, Եվրամիությունը ակնկալում է այդտեղ մասնակցություն։ Այդ գլոբալ դարպասների շրջանակներում ես այդպես հասկացա համատեքստը։ Եվրոպան ցանկանում է մասնակցել TRIP-ում։ Վարչապետը ասում է, ինչի եք ուզում TRIP-ում մասնակցեք։ Երկրի հյուսիսում ճանապարհը ամենալավ ճանապարհը կա։ Դե եկեք հասկանանք TRIP-ը ինչ է, հա։ Մենք միջև դա չենք ուզում հասկանալ։ Շատերը չեն հասկանում։ Կներեք, ես ուղղակի բացատրեմ։ TRIP-ը դա երկաթուղի է։ Ուրիշ բան չկա։ Այնտեղ ոչ մի բան չկա, ու չի լինելու, բացի երկաթուղուց։ Բայց ավտոճանապարհը չէ պետք։ Այդ ավտոճանապարհը պետք է անցնի հյուսիսով։ Ամենահարմար տեղը Ղազախ, Եվլա Ղազախ, Իջևան, լորիով, հա, Տավուշով լորիով գնում է Թուրքիա։ Ճանապարհը այդտեղ։ Շիրակ, հա։ Այո, ամենահարմար ճանապարհը տեղը։ Հիմա վարչապետը ասում է, եկեք դա ներդրվեք։ Ձեր նույն գլոբալ դարպասները կարող եք այդպես իրականացնել։ Ես չգիտեմ հիմա իրենք համաձայնության եկել են թե ոչ, բայց բաց տեքստը հնչեց այդպես։ Ես այդպես հասկացա։ Ես հուսով եմ, որ այդ համաձայնությունը կլինի։ Դա մեզ պետք է, դա մեզ ձեռնտու է, որպես Եվրոպան գա այստեղ, այնպես ինչպես ամերիկյան դրոշը հաստատվեց Սյունիքում, պայմանական, ինչի մասին մենք խոսել ենք, դեռ տարիներ առաջ իդեպ, այնպես որ եվրոպական դրոշը պետք է հաստատվի ինչ որ առումով Երևանում, տնտեսական մասով, մեր երկրի հյուսիսում եւ այդ ճանապարհները պետք է սկսեն կառուցվել, բացվել, աշխատել եւ կապել մեր տարածաշրջանը, ինչը համապատասխանում է առաջի հերթին մեր շահերին, Ադրբեջանի շահերին, Թուրքիայի շահերին, Եվրամիության շահերին եւ երևի թե Չինաստանի շահերին։ Այդտեղ ամենաբարդ հանգույցը մնում է Ռուսաստանի հարցի ըստեյության։ Այո։ Որը պետք է լուծի կամ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում կամ Ռուսաստանը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Ես չեմ կարծում, որ երկրորդ տարբերակը հնարավոր է։ Իրենք կարող են ապահովել որոշակի, այսպես ասեմ, մթնոլորտ, որ այդ հարցը լուծվի, բայց լուծումների պետք է գնա Երևանը։ Ես հասկանում եմ, որ սա դժվար է, սա ռիսկային է, բայց պետք է դրան նախապատրաստվել, պետք է ստեղծել։ Հենց այսօր պետք է մենք մտածենք։ Մենք նոյեմբերին ինչ ենք անելու գազի համար։ Որովհետև նոյեմբերին Ռուսաստանը գազը կարող է թանկացնել։ Դե Եվրամիությունը էլի ասեց մենք փորձ ունենք այդ մասով։ Ու մի բան էլ ասեմ, մեր կարգավորը հանձնաժողովը ասում է, միջև տարվա վերջ գինը չի բարձրանա։ Շուտ, եկեք հասկանանք ում հետ գործ ունենք, էլի, հա։ Ռուսաստանը ոչ մի թղթի վրա չի նայելու։ Ինքը կարող է ցանկացած պահին երբ իրեն ձեռնտու եղավ, ասի ես թանկացնում եմ։ Թուղթը մի կողմ։ Հա, թուղթը մի կողմ, ես թանկացնում եմ։ Դրա համար մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Այ երբ մենք դրան պատրաստ լինենք, ու իրենք իմանան, որ մենք պատրաստ ենք, իրենք չեն թանկացնի։ Հենց իրենք իմացան, որ մենք պատրաստ չենք, միանգամից գազը թանկացնելու են։ Հիմա մեր ձեռնա չէ պատրաստ լինելը։ Դե պետք է պատրաստվենք ուրեմն։ Լավ։ Թե մեր ժամանակը արդեն գրեթե սպառվում է, բայց ներքաղաքական իրավիճակին էլ անդրադառնանք։ Ինչ ունենք հիմա ընտրություններից հետո, ինչ որոշում ակնկալել Սահմանադրական դատարանից եւ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ինչ ազդեցություն կունենա ներքաղաքական հետագա զարգացումների, ընդդիմության ռազմավարության, մարտավարության վրա։ Ես այդ մասին ասել եմ մի քանի անգամ, նորից եմ ասելու, մենք ունենք քաղաքական պայքարի իմիտացիա։ Տեղի է ունենում ներքաղաքական պայքարի իմիտացիա Հայաստանի Հանրապետությունում, դժգոհությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովով, հայցը Սահմանադրական դատարան, խոսքը գնում է ռուսամետ կուսակցությունների մասին, միայն ես այդ կուսակցությունները նկատի ունեմ, դա փորձ է ցույց տալ, որ գնում է պայքար։ Մանդատները չենք վերցնում, ինչ-որ բան ենք սպասում, ինչ ենք սպասում, ես չգիտեմ։ Պայքարում ենք մեր իրավունքների համար։ Ինչ սպասել, որ ինչ որոշում սպասել, կարծում եմ վաղը դա հայտնի կդառնա։ Ես կարծում եմ, որ միանշանակ Սահմանադրական դատարան այդ հայցը չի բավարարի, որը կապված է նոր ընտրություններ կամ վերաքվեարկություն ամբողջ հանրապետությունում անցկացնելու մասով, դա չի կարող լինել։ Դա նշանակում է, որ ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ, այն դեպքում երբ ընտրությունները եղել են լեգիտիմ, դա պարզ է։ Շատ հնարավոր է, որպես վարկած սա ուղղակի, որ Բարգավաճ Հայաստանի այդ 3 ընտրատեղամասերում նշանակվի վերաքվեարկություն, հնարավոր տարբերակ է, չգիտեմ կլինի թե ոչ, կարող է չլինի, բայց մաքսիմումը ինչ կարող են իրենք ակնկալել, դա վերաքվեարկությունն է այդ 3 ընտրատեղամասերում եւ այդտեղ ակնկալիքները միայն եւ միայն բացառապես Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Խորհրդանակ ձևավորվի ընդդիմությունը գնա մանդատները, որ իրենք ունենան 5 մանդատ այնտեղ, բայց այդ 5 մանդատը այս ամբողջ երագլխի, հա, իրենց համար ոչ մի բան չի փոխում, այսինքն իրենք այդտեղից ակնկալիք չունեն եւ չեն կարող ունենալ։ Ոչ էլ իշխանությունն է դա ինչ որ լուրջ հարված հասցնելու։ Այսինքն ամբողջ այս քաղաքական այս
աղմուկը ինքը դատարկ է, ինքը փուչ է։ Եվ այս ամենից կարող է օգտվել կամ չօգտվել միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Վերջ։ Մնացած բոլոր կողմերը ոչ մի բան, ոչ շահում են, ոչ կորցնում են։ Լավ, մեկ հարցով էլ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթաց, այստեղ ինչ ունենք, ես նշեցի, որ հենց նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ խաղաղությունը հաստատված է, բայց միաժամանակ նաև հիմնարար հարցեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ եւ այլն։ Այստեղ գլխավոր հանգույցը, խոչընդոտը, դժվարությունը որն է առաջ տանելու համար Հայաստանի սահմանադրությունը դեռ դա ակտուալ է թե ոչ։ Ամենագլխավոր խոչընդոտը այն գինն է, որը Ալիևը ակնկալում է ստանալ Եվրամիությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից տարածաշրջանը հանգույց, կոմունիկացիոն հանգույց դարձնելու դիմաց։ Այդ դա է, ուրիշ խոչընդոտ, ես ձեզ վստահեցնում եմ, չկա։ Այդ թող աղքատների մասին է, հա, այդ զրույցները, Հայաստանի սահմանադրություն, ես չգիտեմ, արևմտյան, չէ, Ադրբեջան, հա, եկեք հա ռեալիստ լինենք, մենք պետք է հասկանանք ինչ է տեղի ունենում իրականում, ու մեր քաղաքականությունը պետք է կառուցենք այդ իրականությունը հաշվի առնելու։ Եվ մեր զրույցի վերջում բլից հարցեր, արագ պատասխաններ, մեկ բառ, մեկ նախադասություն։ Այսօր որն է ավելի մեծ հնարավորություն Հայաստանի համար, Արևմուտքը թե Ռուսաստանը։ Արևմուտքը։ Այսօր Հայաստանը դեռ բալանսավորում է, թե արդեն ընտրություն է կատարում։ Բալանսավորում է։ Մոսկվան այսօր Հայաստանին պատժում է, թե փորձում է հետ բերել։ Փորձում է հետ բերել։ Եվրոպան Հայաստանին աջակցում է արժեքների, թե շահերի պատճառով։ Շահերի պատճառով։ Եթե վաղը ստորագրվի խաղաղության պայմանագիր տարածաշրջանը կդառնա ավելի անվտանգ, թե մեր խաղաղությունից չի կախված առանձնապես։ Տարածաշրջանը կդառնա ավելի ավանդակ։ Այսօր Հայաստանի ամենամեծ դեֆիցիտը որն է, ժամանակը թե ռեսուրսը, թե վստահությունը գործընկերների մոտ։ Երեքը միասին։ Որ երկիրն է, որ այսօր ամենաուշադիրն է հետևում Հայաստանի Հանրապետության որոշումներին։ Ադրբեջանը։ Այսօր 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը արտաքին աշխարհում ավելի կանխատեսելի է դարձել։ Միանշանակ այո։ Մեկ բառով ինչպես կբնութագրեք Հայաստանի ներկայիս աշխարհքաղաքական վիճակը։ Դեգերումներ։ Եթե այսօրվա մեր զրույցից հեռուստատողը պետք է հիշի ընդամենը մեկ միտք, որը կուզենայիք, որ լիներ այդ մեկ միտքը։ Չեմ ուզում մի քիչ սխալ հնչի, բայց ապագա կա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր մենք խոսեցինք վերջին օրերի կարևոր զարգացումների մասին եւ փորձեցինք այդ զարգացումները դիտարկել ոչ թե առանձին, անջատ, այլ մեկ ընդհանուր պատկերի մեջ։ Փորձեցինք հասկանալ, թե ինչ հնարավորություններ եւ ինչ ռիսկեր կան այն ճանապարհի վրա, որով գնում է Հայաստանի Հանրապետությունը եւ նկատի ունենանք նաեւ, որ երկրի առավելությունը ոչ միայն աշխարհագրական դիրքն է, ոչ միայն իր տարածքն է, տարածքի չափերն են, այլև այս փոփոխությունները կարդալու կարողությունը եւ ճշգրիտ ռազմավարական որոշումներ կայացնելու կարողությունը։ Սա Ազատ զրույցը Free News-ի եթերում։ Ես զրուցում եմ միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք։ Լավ մնացեք, կհանդիպենք։